Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանն այսօր ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանի եւ Արցախի էլիտան Արցախի ժողովրդին պահել է պատանդի կարգավիճակում։ 30 տարի մարդկանց պահել են անորոշությունների մեջ, չստեղծելով նորմալ կրթական համակարգ եւ այդպես շարունակ։ Իրենք Ղարաբաղին լուրջ են վերաբերվել, ոչ, լուրջ չեն վերաբերվել։ Ես 2018 թվականին հարց եմ տվել, թե քանի հոգի է Ղարաբաղից պետական միջոցներով թոփ համալսարաններում կրթություն ստացել ու հետ եկել։ Մատների վրա կարելի է հաշվել, այն էլ որոշակի ազգական կապերով թոփ ընտանիքների թոփ ներկայացուցիչներ։ Գեներալների մասին խոսելիս ես ասել եմ, որ վաղկոտ դավաճաններն ու փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան, որպես Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ, նշել են նա։ Հայրենասիրության այդ մոդելը, որով մենք միջև ես ինքս ուրիշի վրա չեմ գցում, միջև այդ վերջերս ապրում ենք, այդ հայրենասիրության մոդելը խորհրդային միության կոմունիստական կուսակցությունն է ստեղծել եւ Իոսիֆ Ստալինը մեզ համար ասել է հայ ժողովուրդ, դուք պետքա այսպիսին լինեք եւ մենք այն ինչից մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, որը կապվում է մեր պետության հետ։ Փաշինյանի համոզման բոլորին ձեռք էր տալիս Հայաստանի Հանրապետությունը ունենալ հորթի կարգավիճակում, որի վզից պարանը գցած, որտեղ ուզում տանում էին։ Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020 թվականին, դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն։ Սրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառապնարան եւ զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի, մեր պետության ու ինքնության ապագայի համար, ասաց նա, ապա շարունակեց։ Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը եւ երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհության գնա, ինքը իրավունք չունի իր համար զոհության գնա, կարող է զոհության գնալ միայն երաշխավորի համար, երբ երաշխավորը ասի, որ եկել է քո մորթվելու ժամանակը, գնա մորթվիր։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ վերնախավի հետ Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնում էր հարգանքի տուրք մատուցելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։ Լրագրողի հարցին ինչպես է վերաբերում, որ իր հետ փոխկապակցված անձինք այս փուլում ընդդիմադիր դաշտը փորձում են պառակտել, Սերժ Սարգսյանը պատասխանեց։ Ձեր մոտ բազատանելու, հաջույքով ձեր բոլոր հարցերին կպատասխանեք։ Պատասխանելով լրագրողների հարցին, ինչպես կմեկնաբանի Փաշինյանի հայտարարությունը, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու եւ աղետաբեր պատերազմ, եթե ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունենա, Սարգսյանն ասաց. «Պահ, իրենց ինչ կա, ինչ ուզեն կասեն»։ Երրորդ նախագահը հայտարարել է նաեւ, որ որևէ իշխանություն իրավունք չունի փակել Արցախի վերադարձի էջը, տեղեկացրեց, որ ապրիլի 4-ին լինելու է ՀՀԿ համագումարը, որի ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կտա։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատյանի գործը քննող դատավորը կփոխվի Արմավիրի մարզի առաջինատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեկնարկած առաջին նիստի ժամանակ Սրբազանի փաստաբանները բացարկի միջնորդություն ներկայացրին, նիստը նախագահող Գևորգ Մանուկյանին, դատարանը բավարարեց միջնորդությունը։ Պատճառը Մանուկյանի նիստի մեկնարկին հայտնած տեղեկություններն էին, ըստ որոնց ինքը 2008-ից մինչև 2020 թվականն աշխատել է Արմավիրի մարզի քննչական վարչությունում զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Սունքը իրական վարույթը քննվել է նույն վարչությունում, սակայն որևէ առնչություն չեմ ունեցել վարույթի հետ, ինչպես նաև այս գործով իրեղեն ապացույց թմրանյութի չհայտնաբերման առիթով պաշտոնյական անփութության հետ կապված վարույթ է հարուցվել, որը հավանաբար նույն բաժնի քննիչներն են քննում։ 2020-ից 2024 թվականներին զբաղեցրել եմ Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնը եւ գործի բերումով որոշակի առնչություն եմ ունեցել գործով հանրային մեղադրող Արուսյակ Բոյաջյանի հետ, ասաց Մանուկյանը։ Արշակ Սրբազանը ձերբակալվել էր 2025 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրին իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։ 2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով, իսկ մարտի 5-ին Սրբազանն ազատ արձակվեց։ Քաղաքացիական պայմանագրից օրերս դուրս եկած Վլադիմիր Վարդանյանը ԱԺՓ քվեարկության արդյունքում ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։
107 պատգամավորից քվեարկությանը մասնակցած բոլոր 67 պատգամավորները նրա օգտին էին քվեարկել։ Վարդանյանի երթման արարողությունը տեղի կունենա 5-շաբթի օրը կայանալիք նիստում։ 8 տարի քաղաքացիական պայմանագրի անդամ եղած Վլադիմիր Վարդանյանին առաջադրել էր երկրի նախագահը, ում աշխատակազմի ղեկավարը խորհրդարանին տեղեկացրել էր, որ նախագահը հանդիպել է մի քանի թեկնածուների հետ Վարդանյանին ընտրել ըստ մասնագիտական կարողությունների։ Վարդանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել անցած շաբաթ 10-ից ավելի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դատապարտել են Վլադիմիր Վարդանյանի առաջադրումը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, հայտարարելով, որ այդ որոշումը վտանգում է դատարանի անկախության եւ անաչառության նկատմամբ հանրային վստահությունը։ Թեև Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ նրա ավելի քան 7 տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ կուսակցական լինելու հանգամանքը առերևույթ կասկած է հարուցում նրա որպես Սահմանադրական դատարանի դատավոր անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ։ Ավելին, անաչառ դիտորդի տեսանկյունից նման քաղաքական փոխկապակցվածության հանգամանքն ինքնին բացառում է նշված ռիսկերի կառավարման հնարավորությունը, նշված է հայտարարությունում։ Հայտարարության հեղինակները հիշեցրել են, որ նախկինում նմանատիպ իրավիճակ առաջացել էր նաև Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանի դատավոր, այնուհետև նախագահ ընտրվելու գործընթացում։ Այսօր նաև հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանի դատավորները ստաժի հիման վրա հավելավճար կստանան։ Նախագծերով առաջարկում ենք վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը, հաշվի առնելով այն, որ ներկայում ՍԴ դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով եւ չափերով համարժեք չէ նրանց բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին եւ գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին, ԱԺ-ում ասել է Սրբ Գրիգորյանը, ներկայացնելով համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ Մասնավորապես առաջարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ ՍԴ դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար։ Սահմանադրական դատարանի դատավորների 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով աշխատանքային ստաժի հավելավճարը հաշվարկվում է առավելագույնը 11 տարվա համար եւ սահմանվում է աջողական կարգով սկսած պաշտոնավարման երկրորդ տարվանից, երկրորդ տարվանից 20%, երրորդում 35%, չորրորդ տարվանից յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10% ավել։ Հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ ՍԴ դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները։ 2026 թվականի համար ՍԴ նախագահի, փոխնախագահների եւ 7 դատավորների մասով տվյալ պաշտոններում պաշտոնավարման դիմաց աշխատանքային ստաժի հիման վրա վճարվելիք հավելավճարի մասով ենթադրվում է 46 միլիոն 775 հազար 40 դրամի ծախս, որը լրացուցիչ ծախսային պարտավորություն է, նշեց Գալյանը։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական հացահատիկի հերթական խմբաքարակ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայաստան է ուղարկվել 5 վագոն հացահատիկ, գնացքը Վրաստանով կհասնի Հայաստան, ավելի վաղ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 4 վագոն պարարտանյութ եւ 1 վագոն հնդկազավար, իսկ դրանից առաջ նույն ճանապարհով Հայաստան է ուղարկվել ավելի քան 23000 տոննա հացահատիկ եւ ավելի քան 700 տոննա պարարտանյութ։ Այսօր մարտի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 11:00-ի սահմաններում Նորհաճն Աբովյան ավտոճանապարհի Արզնու խճուղում բախվել են Mercedes եւ VAZ-2106 Մակտիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիներն ու քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Mercedes-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Քննիչի հասարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։